Ես Ռուբենի ուղերձի գլխավոր իմաստը կամ այն նպատակը, որ նա ունի եւ փորձում է փոխանցել ուղերձը, այսպես ասեմ, կարծում եմ նաեւ, որ չի կարելի երբեք ապրել պատրանքներով եւ մտածել, որ թվացյալ ինչ-որ խաղաղություն է լինելու թղթերի հիման վրա եւ այլն, եւ Ադրբեջանը մեզ որևէ անգամ հանգիստ չի տալու։ Եվ եթե մենք չպայքարենք մեր իրավունքների համար, սա է, եւ այդ հուսալքությունը դրա անթույլատրելիության մասին Ռուբենը խոսում եւ անտարբերության մասին, եւ կարծում եմ անհրաժեշտ է միշտ այդ հարցով նաեւ զգոն լինել եւ որպեսզի հստակ գնահատենք մեր իրավիճակը։ Տեսեք, ես միշտ եմ ասել եւ սա ապացուցված է փաստերով, որ Ադրբեջանը այս կեղծ բեմականացված դատավարություններով հետապնդում է մի քանի հիմնարար նպատակ ունի։ Առաջինը ամեն ինչ անել, որպեսզի ապացուցի իր կեղծ քաղաքական թեզերը։ Հիշում եք, Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է այն մասին, որ Արցախում տերորիստական ռեժիմ է եղել, զինված խմբավորումներ, ապօրինի փողերի լվացում եւ այլն եւ այլն։ Հիմա երբ նայում ենք, տեսնում ենք, թե ինչ մեղադրանքներ են առաջադրված Ռուբենին, Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, մյուսներին, ակնհայտ է դառնում, որ նրանք այդ մեղադրանքների, այս դատավարությունների արդյունքում փորձում են ստանալ փաստաթղթեր ֆորմալ, որ ապացուցան այդ կեղծ թեզերը։ Մեկ, երկրորդը, նրանք այս հրապարակային դատավարությունները հատուկ են անում, ցույց տալու համար նվաստացած վիճակ, մեզ ավելի շատ հայ ժողովրդին, ինչու են ասում դատում են հայ ժողովրդին, որովհետև նրանք այսպես ցույց են տալիս, ասում են, տեսեք, դուք սրան եք արժանի, իրենց այսպես այդ մտայնություններն են, նպատակներն են դրանք, որ եթե դուք փորձեք պայքարել մեր դեմ, այս սա է լինելու ձեր վերջը, սա է, եւ նրանք սրանով նաեւ ամեն ինչ անում են, որ կոտրեն հայ ժողովրդի դիմադրողականությունը, նվաստացնեն, հայ ժողովրդի հաշվին ինքնահաստատվեն եւ այլն։ Եվ իհարկե այստեղ կարեւոր է նկատի ունենալ, որ նրանք Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր են նախապատրաստում։ Ակնհայտ է սա։ Այս վերջին հատկապես օրերի ցուցմունքները, որ մենք տեսնում ենք, իրենք երբ հրապարակում են, թե ինչ ցուցմունքներ են կորզել հայ մեր պատանդներից ու գերիներից, կոնկրետանալով կոնկրետ անձանց վրա, բայց ակնհայտ է, որ նրանք Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Տեսեք, ամեն ինչ ավելի են կոնկրետացրել Հայաստանի վրա, բոլոր այդ թվացյալ այդ իրենք հորինած կեղծ փաստերով հանցանքներ են, խախտումներ են, ասեն իբր թե դրանք բոլորը Հայաստանից ուղղորդված, Հայաստանն է արել, Հայաստանը։ Սա անհրաժեշտ է հետագայում ճնշումներ Հայաստանի վրա ուժեղացնելու համար եւ հնարավոր իրենց նպատակների, եթե զգան պետք է նպատակների համար, նաեւ ագրեսիայի համար, սա ակնհայտ է։ Դրա համար գերիների հարցը, այստեղ մի կարևոր ընդգծում եմ ուզում անել։ Չի կարելի երբեք դարձնել առանձին անհատների ազատ արձակման հարց։ Սա պետք է դիտարկել, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից, այսինքն նրանց ազատ արձակումը, եւ գերիների ու պատանդների հարցը պետք է դիտարկել Հայաստանի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի արտաքին քաղաքականության շրջանակում, այսինքն լայն կոնտեքստում։ Դրա էլեմենտներից մեկը պետք է լինի ադրբեջանական թշնամանքի ագրեսիայի դեմ պայքարի էլեմենտներից մեկը, եւ ոչ թե բերել հանգեցնել կոնկրետ անձանց ազատ արձակման։ Սա երբեք չի կարելի անել։ Այսա շատ կարևոր է, որ սա շատ ավելի լայն շերտ ունի եւ վտանգը շատ ավելի մեծ է։ Թաթան հնչում է Հայաստանից Նիկոլ Փաշինյանն էլ է ասել, որ իրենք բարձրաձայնում են, խոսում են գերիների մասին դիվանագիտական խողովակներով եւ հանրության մոտ չեն բարձրաձայնում, բայց քայլեր արվում են։ Եվ նաեւ հասարակությանը, ակցիանողներին բոլորին կոչ են անում, որ այս թեման այդքան չբարձրաձայնել։ Գիտեք, մենք այլևս այդ փուլում չենք գտնվում եւ այնինչ ասում է կառավարության ղեկավարը կամ քաղաքական իշխանության իրականացնող կուսակցության ղեկավարը, այսպես ասած, ՔՊ-ի ղեկավարը, ՔՊ վերնախավի որոշ անձինք, սա պարզապես ոչինչ չանելու արդարացումներ են։ Ադրբեջանը տեսեք ինչ է անում, փակում է բոլոր Կարմիր խաչ հյուրասենյակն է փակում, մյուս կառույցները կոչ է անում մյուս երկրների փակել, արգելափակում է բոլոր հնարավորությունները, ամեն ինչը գաղտնիացնում է, որտեղ դա միայն Ադրբեջանի ձեռնտու։ Ադրբեջանը միշտ է այդպես վարվել, մեկուսացրել է դեռ մինչև պատերազմը, մեկուսացնում
ստանում էր Արցախը արտաքին աշխարհից ամեն տեղերից եւ որպեսզի կարողանա արտաքին աչքից աշխարհի աչքից հեռու կատարի իր նպատակներին հասնի։ Գիտեք, ԿՊ վերնախավի որոշ անձինք երբ 2021 թվականին մենք հրապարակեցինք պատանդների եւ գերիների խոշտանգումների վերաբերյալ հիմնավոր փաստերով զեկույցը, հիշում եք ինչ ասացին։ Ասացին դրանք հնարած տեսարաններ են։ Մինչդեռ դրանք հիմնավոր փաստեր էին։ Ես սա համարում եմ այդ նույն շրջանակի մոտեցումներ, որը բացարձակ անթույլատրելի է։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն նշանակում է մեր պետությանը ուղերձ է տրվում, որ եթե քեզ տանում են գերի կամ ինչ-որ խնդիր ես դու ունենում, հատկապես արտաքին աշխարհի հետ կապված թշնամական պետությունում առավել եւս, ուրեմն պետությունը քեզ քո հետևից չի գալու, քեզ չի պաշտպանելու։ Հիմա հենց այն փուլն է, որ պետք է մեծացնել առաջին հերթին հրապարակային աշխատանքը։ Իհարկե ուզում հատուկ ընդգծել, որ կա որոշակի մաս, որը այո, դիվանագիտական ճանապարհով կարող է իրականացվել, չգիտեմ, այլ փակ եղանակներով, բայց բազմաթիվ են նաեւ հրապարակային եղանակները։ Մարդու իրավունքների պաշտպանությունն այնպիսին է, որ պետք է հրապարակային գործել, հատկապես հրապարակայնություն է պետք, որովհետեւ այդ հրապարակային աշխատանքով ճնշում է գործադրվում, ճնշում է գեներացվում, հասկանում եք, միջազգային լրատվամիջոցներն են տեղեկանում, աշխարհն է տեղեկանում, միջազգային կառույցներ եւ այդ ճնշումները ստիպում են նաեւ միջազգային կառույցներին աշխատել, որտեւ եթե ճնշումներ չկա, Ադրբեջանի դու կարծում եք Ադրբեջանի դիվանագիտությունը դες քնած է, նրանք էլ աշխատում են մեր դեմ, չէ՞, ամեն ինչ անում են, ահաբեկեն այդ միջազգային կառույցներին չթողնեն, դուք միջազգային կառույցները դες չեն կարող պետք չի պատկերացնենք ինչ որ sense բան ասենք ամրոցներ են։ Դրանք կառույցներ են, որտեղ ապրում են սովորական աշխատում են սովորական մահկանացուներ եւ նրանք էլի կարող են ենթարկվել ճնշումներին, նրանց նույնպես կարող են ճնշել։ Մեր հրապարակայնությունը նաեւ օգնում է, որպեսզի Ադրբեջանի ձեռքերը չհասնեն այդտեղ եւ այդ ճնշման ներքո աշխատացնենք այդ կառույցները։ Սա ես համարում եմ այդ մոտեցումը բացարձակ վտանգավոր եւ որը այս օրերին միայն օգնում է կամ նպաստավոր է Ադրբեջանի համար։